Հաջորդ տարի պետությունն ավելի քիչ փող կծախսի գիտության վրա, քան այս տարի։ 2026-ին 2025-ի համեմատ ոլորտի ֆինանսավորումը կկրճատվի շուրջ 14%-ով։ Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի խոսքով գիտության հետազոտությունների ու մշակումների ծախսերը կնվազեն 5,3 միլիարդ դրամով։ Մինչև 24 թվական աճ էր գնում եւ բացարձակ արժեքով հարաբերական արժեքով 22-23 թվականները եւ 24-ը տենց իրար մոտ էին, այսինքն հնայի հետ եթե համեմատենք, բայց 25 թվականին արդեն նվազում է տեղի ունեցել մոտ 2 միլիարդի ընդհանուր հետազոտության մշակումների ծախսերը, բայց իրականում եթե տարանջատենք երկու մասի, հենց գիտության մասով է կրճատվել, Օրինակ ռազմաարդյունաբերության կոմիտեի ԳՀՊԿ ծրագրերի մասով նույնն է մնացել։ Մյուս տարվանից կրճատվում է նաև ռազմաարդյունաբերության կոմիտեի գիտությանը վերաբերող միջոցառման ֆինանսավորումը։ Գիտության ոլորտին ամենամեծ հատկացումը եղել է 2022-ին։ Մեկ տարում աճը կազմել էր գրեթե կրկնակի 13,7 միլիարդից հասնելով 25,1 միլիարդ դրամ։ Մենք դեռ 21 թվականին պահանջում էինք, որ գիտության հատկացումները ավելանան, այն լոգիկայով, որ պետք էր կանգնեցնել գիտության անկումը Հայաստանում։ Եվ փաստացի այո, ինչ որ համագործակցությամբ պետության հետ կարողացանք հասնել այդ որոշմանը եւ այդ ավելացումները տեղի ունեցան, բայց դա առաջին քայլն էր։ Անհրաժեշտ էր, որպեսզի գիտությունը դառնար նպատակային։ Մի բան է ինչքան է նախատեսված բյուջեով, այլ բան փաստացի ինչքան է ծախսվել։ Օրինակ 2023-ին նախատեսվել է բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի գիտության հատվածին տրամադրել 36,6 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսվել է 23,7 միլիարդ դրամ։ Ստացվում է գումար կա, իսկ արված աշխատանք ոչ դրան համարժեք ծավալով։ Թվերը տարբեր են նաեւ նախորդող եւ հաջորդող տարիների համար։ Եթե 2025-ին պլանավորվել է գիտության ոլորտում հնայի 0,35% ապահովել, ապա 2026-ին այս սանդղակը իջնում է, նախատեսվում է հնայի 0,27%։ Սա ավելի քիչ է, քան 2022-ին գրանցված 0,38%-ը։ Մեր երկրի գիտական պոտենցիալը սպառված չէ ամենևին, ընդհակառակը շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա եւ իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում։ Գիտության ոլորտում ներդրումները կարևորող Փաշինյանի կառավարությունը ինչու է կրճատումներ անում գիտության հատվածից։ Կառավարությունը չի նշել գիտության ոլորտի ծախսերի կրճատման պատճառները, կրթության եւ գիտության կոմիտեից էլ հորդորեցին հարցում ուղարկել։ Տիգրան Շահվերդյանի խոսքով կառավարության կողմից առաջնահերթություն չի դրվում պետական կարիքներից բխող գիտական հետազոտություններ եւ տեխնոլոգիական մշակումներ ֆինանսավորելու։ Պետությունը փաստացի գրեթե ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչ որ շատ չնչին փոփոխություններ են արվել, մենք մինչև այսօր ունենք ինստիտուցիոնալ բացեր, մենք չունենք որոշ հարցերի շուրջ, հատկապես անվտանգային հարցերի շուրջ հետազոտությունների եւ մշակումներ ֆինանսավորող կառույցներ պետական կառավարման համակարգում։ Եթե գիտական եւ տեխնիկական գործունեության դրամաշնորհային հետազոտությունների համար այս տարի տրամադրվել է 9,1 միլիարդ դրամ, ապա հաջորդ տարի նախատեսվում է 8,4 միլիարդ դրամ տրամադրել։ Ծախսեր չեն նախատեսվի գիտական կենտրոնների վերանորոգման, ակադեմիական քաղաք նախագծի իրականացման շրջանակներում առաջացած հրատապ ծախսերի ապահովման համար։ Նվազել են նաև գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման միջոցառման հատկացումները, այս տարվա 5,5 միլիարդից դառնալով 2,2 միլիարդ։ Արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոնի արդիականացում միջոցառման համար էլ գումար չի հատկացվի։ 2026-2028 թվականների ծախսային ծրագրերով կառավարությունը մտադիր է գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիրն էլ կրճատել 4,2 միլիարդ դրամով։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է պետբյուջեով նախատեսված միջոցներից առանձին ֆինանսավորում տրամադրել գիտական այն ծրագրերին, որոնք հասունացել են եւ պատրաստ են մտնել գործնական փուլ։